Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպոլի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը բարձր գնահատելով երկկողմ արդյունավետ համագործակցությունը շնորհակալություն է հայտնել համատեղ ծրագրերի եւ գրանցված արդյունքների համար։ Իվանա Ժիվկովիչն իր հերթին կարևորել է ձևավորված սերտ գործընկերությունը, ընդգծելով, որ ներքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարությունում եւ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, անդրադառնալով մասնավորապես քրեական եւ համայնքային ոստիկանության ոլորտներին, անդրադառնալով ոստիկանության եւ ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքներին, նախարար Սարգսյանը նշել է, որ ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության նկատմամբ աճել է քաղաքացիների վստահությունը։ Նա ընդգծել է, որ արձանագրված ցուցանիշները նաեւ համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք են։ Պատվիրակության անդամները դրական են գնահատել հետազոտության արդյունքներն ու ոլորտում գրանցված առաջընթացը։ Քննարկվել են աղետերի ռիսկի կառավարման եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ իրազեկման ծրագրերին եւ համատեղ նախաձեռնություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։ Մայիսի 4-ից 11-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4145 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 333 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 163 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 83 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 30 չամրակապված վարելու 483, առանց մանկական նստատեղի քարսիթի 32, վարելու ընթացքում ծխելու 487, վարելի հեռախոսից օգտվելու 247, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 56 եւ 1464 այլ իրավախախտում, 109 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 113-ը տեխնիկական զննություն չանցած, 61-ը լուսարձակների անսարքությամբ, 17-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժինները տարվել 47 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15920 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 229 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 430, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 3 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 54 չամրակապված վարելու 4085, առանց մանկական նստատեղի քարսիթի 321, վարելու ընթացքում ծխելու 648, վարելի հեռախոսից օգտվելու 716, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 102, արագության գերազանցման 2853 եւ 4578 այլ իրավախախտում, 293 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 974-ը տեխնիկական զննություն չանցած, 360-ը լուսարձակների անսարքությամբ, 163-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, 8 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։ Ղարաբաղից տեղահանված անձ ես, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 070 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։
Քաղաքացիության շնորհման մասին ծանոթումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։ Մեկ-մեկ-2 բարև ձեզ, լսում եմ։ 1-1-2 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։